Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, մենք գտնվում ենք Իծակարի վերևի մասում, այսինքն Իծակարի հետևը, այն սարի ներքև Իծակար գյուղն է։ Այսօր ենք գնում ենք անասուններին չոլից հանդից տուն բերենք։ Նախ դիքնում ենք, թե ինձով դիտուն բերիլ, էտել հետիս ընգերեք ասի, իհարկե առաջընկյաց արագ քինումա ես իրա ոտին դժվար թե կարողանամ այդպես արագ գնամ կամ որևէ մեր պահած անասուններին ճանաչեմ, որ հավաքեմ բերեմ, այսինքն մրունց չես, ինչ եմ անկապ խոսում, ես լավ էլ կճնանչեմ մրկովերին, հա, գնում ենք, թատ ես ինչ հա կոչվում, ղոբի, ստիը, այս հանդամասը կոչվում է ղոբի, սրանից դենը բա թատ, Զգրուտ թալն անոր, անցնելու ենք զգրուտ թալա կոչվող հանդամասում, ինչու է անվանումը զգրուտ թալա, որովհետև այդ տարածքում շատ զգերի ծառեր կան, չէ թատ, հա, ու ուսուցիչս, հա թատ, լակաղնի։ Կապտավանք դնքերա մեկ է խշուրի թալ է։ Հա, բա խշուրի թալն խինդի շատ խշուր են արել։ Դե ես չեմ կարա գիտամ ինչի հիմարա, բայց մեծ բաց է տալել, համի տնկինի են տրել ամեն տեսակ ծառեր կա ու Գրացիվետի ծրսվայում, լավ էլ բացատրում ես, բացատրի էլի, այ ինձ տար նավուրի հանդերը, ես նավուրի հանդերը բացատրեմ, լավ, ես որոշել եմ, որ սրանից հետո իմ հոլովակների մեջ այդքան շատ չծիծաղեմ ենքան ասում են, տեսախցիկի առաջ, չէ, բայց ծիծաղիլ հիմար բան չեն ասում են տեսախցիկի առաջ խրթխրթալով մի կեր, մի համտեսի, ես մի արա, են մի արա ժողովուրդ ջան, իմ ալիքը այդ ձևա մի խոսքով, դուրա գալիս, բարով եք եկել, մնացեք եստեղ, էլ դուր չի գալիս, բարով գնանք, մենք էլ բարով գնանք, զգրուտ թալով, կապտավանք, ես ինչ բարձր եմ խոսում, կապտավանքից էլ խշուրի թալա, Դուզեր, չսուցի, տատ ու զգրուտ թալա, խշուրի թալա, նոր կպտավանք, հա, կապտավանք, նոր խշուրի թալա, անվանումների հետ կապված էլ ասեմ, որ ասեցի շատ զգերի ծառեր ա եղել, ոնց որ թե սուտ ասեցի, ուղակի զգերի ծառեր կան այդեղ, երևի դրա համար էլ կոչվել ա զգրուտ թալա, գնացինք, մնացածը կխոսենք հենց տեղում Բայց ստի խոտ հվաքի, ես մար խոտ հարկ չի Վուխք, ընդ եկ հանել մոշ կաղինք Անձին կտեղեք հանել դովետ ինձ Թուհա, բա միխի չեք ընձամ Սիրելի հետևորդներ, տարիներ առաջ, որ մենք մի տեղ էինք դեր ապրում, բաժանված չինք դեր Ասում եմ սա, քանի տարվա 10 տարի և ավել առաջվա պատմություն Այ ես տարածքը, էստեղից այս մինչև են ծերերը Խոտ հարկնին մենք էինք հնձում, հավաքում ու դե ինչպես գիտեք տարիներ առաջ այսքան տեխնիկա չկար Զորով ճարում էին, եթե տրակտոր էին ճարում, հնձել էին տալիս, եթե չէին ճարում, ձեռով էին հնձում ու մենք էլ փոց խերևեր էին գնում ու գրաբը հվաքի չղելատարել Սաղ է ստապը սրպեմ խոտը հավաքը Լավ, հիմա սուսանեմ բոլա ինչքան խոսացի, բայց ծխել է, հա, ծխա ու էտա բուքսավատանիլով ծեպ ենք կապում ու դվեր ենք, կինեցինք Սիրելի հետևորդներ, դժվար անցանելի ճանապարհներ է, բայց ճանապարհին այնքան բերք ու բարիք է հանդիպում, որ հոգնածությունդ չես զգում, տեսեք ինչքան մասուր կա ու այս ճամփեն հիշում եմ երեխա ժամանակից դեռ նույնիսկ մինչև ամուսնանալս, դե ես էլ նավուր գյուղից եմ ու անընդհատ Իծակարի հետ կապը եղել է, այս տարածք էինք գալիս մոշ քաղելու ու հիմա արա մոշ կա, թաթել պտի մի ամանի բիրել մոշ քաղել Հələ ինչքան կա, ես ոնց է կաղել չեն, ժողովուրդ հլա մոշին, ապսուզել այս արդեն վդի հնցնիլ Եղանա գլավը չլել տպաշան Ոչինչ, մոշա էլի, հլա տեսեք
Ջուրը գցում հալամատներից գույնին։ Հա, դատ բայստեղն էլ այսքան մոտիկ, ես խի չեն քաղել այս մոշերը, ափսուս չի արա։ Ինչքան էլ թթվաշ լինի ժողովուրդ։ Բա, մի էրգյան պիտրախ եմ պիրում հետս։ Ինչքան էլ թթվաշ լինի ժողովուրդ, արամատը ենքան լավնա, համը ենքան բնականա, որ կերուսուս։ Վաու, արա։ Ես ամեն հոլովակում, երբ որ դաշտերում եմ հոլովակ նկարում, ապա աշխատում եմ ասել, որ Շամշադինուն բնությունը շատ հարուստ է։ Այս խնձոր։ Ու այս հոլովակն էլ վառապացույց, թատ բա մի հատ կծանք վեջ։ Խի։ Արի կծիլի խնձոր։ Հա, ասմա կծիլի ցույց կտամ։ Այս ծառը ցույց տամ ու գնամ։ Տեսեք ինչքան խնձոր կա վրեն։ Դե վայրի խնձոր չի ասելու, բայց այգում չի էլի դրսում հանդում, այսպես լիքը բերք։ Սա մինինն էլա չի, չէ։ Բոլորինն է, ով հասցնի գա քաղի ուտի ուտանի։ Գնացինք, մեր ճամփեն շարունակեցինք։ Մութն էլ համարյա թե ենք նմա թատվեցը կա ժամի։ Հա։ Համարյա ժամը 6-ն է։ Ու ինչպես գիտեք, արդեն օրերը կարճանում են, մութը շուտ է ընկնում։ Էնպես որ մենք մթով նոր տուն ենք հասնելու, ես պատկերացնում եմ այսքան իջել ենք, դեռ այսքան էլ պիտի իջնենք, մեկ էլ նույն այդքան ճանապարհը հետ բարձրանանք, բնականաբար ժամ երկար ձգվելու է։ Շարունակեցինք մեր ճամփեն, էլ չասեմ, որ անտառն էլ այնքան սիրունացել է ժողովուրդ, այնքան գունավոր է, որ էլ ասելու չի։ Ովքեր կապ ունեն Շամշադինի հետ, կամ տեսել են իրանց աչքերով, հիմա կասեն, հա, գիտենք, ովքեր էլ չէ, կամ կհիանան, կամ էլ իրանց մոտ էլ ցանկություն կառաջանա, որ գան ու տեսնեն մեր բնությունը։ Հիանան մեր բնությամբ։ Գնացինք։ Թաթուլ դիլով ես քինեմ։ Հա, գիտենամ։ Ոյ։ Ես էլ էր խնձորենի, բայց վրեն հաշված մի քանի հատ են։ Առաջանանք ընդեղ երկել կան հաստատ։ Օպա, հադե, ցածր ճուղալել ամեն անցնող մի հատ պոկել է։ Տեսեք, սա մի քիչ չոթուր։ Ընկերներ, ես ինչքան է համով։ Շատ համով խնձորը։ Են որ չես համեմ, ատի խանութից գնաց են քաղցր, ոնց որ մեղրիկաթի են խնձորների հետ։ Ինքան անուշ համ ունի։ Ով իմանա, ինչքան մարդիկ են այս խնձորից պոկել կերել ու հիմա այստեղ չեն ու չունեն այդ հնարավորությունը։ Ես ձեր տեղն էլ կերա։ Սիրելի հետևորդներ, հանդիպել ենք անտառի տանձի, են ձեր իմացած պանդան, որին մենք ասում ենք քոլի տանձ ու տեսեք։ Շատ մանր է, մեր անցած հոլովակի հավաքածից չի, բայց ասեմ որ տեսեք, ամբողջը դեկադրում չգիտեմ երևում է թե չէ, բայց ամբողջը կովերի ոտնահետքեր է, գալիս են այստեղ, ծառերից թափված տանձ ու խնձորը սկսում ուտել ու շատ ժամանակ հենց դրա համար են ուշանում, մութն ընկնում է, շատ ժամանակ, հա, շատ ժամանակ դրա համար են տնից այդքան հեռանում, որովհետև այստեղ իրենց ուտելու ավելի շատ բան կա։ Իսկ այստեղ այդ թե ինչու է կոչվում զկրուտ թալա, տեսեք զկերը։ Թաթուլ, բայց զկերը տեր շուտ է, չէ՞ քաղիլը։ Տեսեք, հա, զկեր բռնած, բայց ինքը շատ խակ է ու այսպես չեն կարողանա ուտել, ու նույնիսկ որ քաղենք տանենք տուն, էլի տանն էլ հասունանա, դեռ ինքը պիտի ծառի վրա մի լավ հասունանա, նոր քաղենք։ Որ լավ հասունանում է, դառնում է անտառի տանձի նման եւ գույնն է ավելի մքանում ժողովուրդ։ Եվ գույնն է ավելի մքանում եւ ինքը փափկում է ու այդպես այն քթի մասից բռնում ես ու ուտում։ Զկերից է սարքում են, թե զկրմածուն, թե զկրը թթու, թե պահում են ձմեռվա համար։ Ինչ հասես սարքում են ու ուտում են։ Նորից հասա։
Հա, էլի, բա ես տա հերետեր համար էլ ասեցի։ Թատ նոյեմբեր ենք հաղամ։ Հիշում եմ, որ ցուրտ տալեմ լավ։ Ժողովուրդ էս է լիքը զկերը։ Եթե հասցնենք, սա էլ է բոլորինը։ Ովքեր կան քաղեն, ոչ մեկ իրավունք չունի գա ասի, ես այս ծառը քաղել, կամ ես արել, կամ ես արել։ Եթե հասցնենք մեր գործերի հետ անպայման մի հոլովակ էլ կնվիրենք զկեր քաղելուն ու սկեսուրս կամ մայրիկս էլ կպատրաստեն կամ զկրմացուն կամ զկրթթու ընկերներ, ասեմ, որ ճանապարհը դժվար է ու ես էլ մի րոպե ոչ սուս եմ անում, ոչ էլ կանգնում եմ դրա համար անընդհատ շունչս կտրելով եմ նկարեմ, չասեք էլի Գոհար ջան, այդ միկրոֆոնը հեռու պահի ասում են շատերը, դրա համար եմ անդրադառնում։ Այդ միկրոֆոնը հեռու պահի կամ սրտային ես վրտը շատ է շնչում, արագ է շնչում, միկրոֆոնն էստեղ կպցրած է, ես էլ անընդհատ կամ ներքև եմ իջնում, կամ վերև եմ բարձրանում, կամ էր ասել 2 կիլո, 3 կիլո է։ Տեսեք ինչ եմ ցույց տալի։ Ինձ թվում է հետևորդներից շատ-շատերին սա ծանոթ է։ Երևի չպարզեց, ես հա ցույց կտամ, կոչվում է սիզ։ Ոսած։ Աղջի, մեկ երեխա վախտնեմ կերեսիցը։ Լիլ չի։ Լավ նա։ Չտես։ Բեն անգամով է։ Միկրոֆոնն անջատեմ նոր տնամ։ Ում ներվերին ազդմա զվուկն անջատի միջևը մի կտոր ուտեմ։ Սիրելի հետևորդներ, այսպես ասել խոսալով, ձեզ ցույց տալով գնում էինք ինչի համար որ գնում ենք։ Տանձի։ Ու ահա կենթանիներից մեր կովերից մի ահագին։ Շատ են թաթ։ Շատ են։ Հա։ Մի 2, 3, 4, 5, 6 Հա, 6 հատ արդեն էստեղ էին, կամ անստուն են գնում, բայց այդ տարածքը որտեղ որ կային, այդտեղ մեծ տանձի է, ինչպես արդեն ասեցի, տակին լիքը կար, եկել էին ու այդտեղ ուտում էին։ Այս մի քանիսին վերև այնքան որ բրդմա թաթուլը գնան ու մենք շարունակենք մեր ճամփեն եւ մնացած կենթանիներին կգտնենք երևի թե։ Բայց ասեք, որ բնությունը դրախտ է, դրախտ։ Որ ես չգովամ, ով պիտի գովա։ Բայց այնպես չի, որ ձևական կողմը պահելու համար եմ ասում ու պարտադիր չի Հայաստանից գնամ, ես ին որտեղ նոր ասեմ, վայ, հլա մեր հայրենիքն ինչքան է սիրուն։ Ես այստեղ ապրելով, այստեղ գտնվելով հիանում եմ այդ գեղեցկությամբ ու նաև մի որոշ մաս փոքրիկ անհնարին հնարավոր դարձնելով նկարահանում ու ցույց եմ տալիս նաև ձեզ, որպեսզի ձեր կարոտը մի թեթև առնեք էլի։ Ու կարծում եմ ստացվում է, որովհետև լիքը հետևորդներ դրսում գտնվող հետևորդներից 80%-ը գրում են, որ ապրես Գոհար ջան, շատ լավ գործ ես անում, մենք քո հոլովակներով ենք մեր կարոտն առնեմ, հլա կտնակ հոլովակը միջև վերջը հսնեմ, գիշերվա կես դիլի քինացի։ Թաթ ես կամ անցքինամ։ Ալյոնուշկա, աու։ Արա, խելքով ընդ ծախենք վեջ։ Ժողովուրդ, անասուններին ման գալուց, տեսակ չէ, չտեսակ լսեցիք, բայց հերվից այ այդպես տիրոջ ձայնը ճանաչելով, այդտեղից որ ձենա տալի, էլ բիժո չի անում, այնքան վեր մենք ասում ենք ղջրուղ, այդպես ձայնա տալի հերվից բառաչում են ու
Հա, սկեսրարս այդպես սովորացրել, ասում աղտալի համար այդպես կանչում է ու կովերը այդպես ձեն են հանում ու այդ ձենի ուղղությամբ էլ մենք էլ առաջ ենք գնում։ Եղջի սիրեցի, բայց ասում են կենթանի, շատ օք մնունցի խելքով են, ինչ կենթանի։ Հետի աղբյուր կա։ Հա։ Բայց հեմի տեղից հիշում եմ, թե ուրիշ տեղել ջուր կա աստի։ Հա, ես հեմի տեղ հիշում եմ, բայց ռեխա վաղտից։ Դե կացիկ եմ է։ Ժողորդ ես էլ բուջուր առույա։ Արվակ էլ չի, առու էլ չի։ Համարյա թե ծամակ, ենքան վեր ծեխա։ Ես էլ անցա։ Ու համարյա թե հասնում ենք կապտավանք, եթե ճիշտ եմ հիշում, ես էլ հիշողությունից շատ եմ լավ ճիշտն ասած։ Ես մի փորձությունն էլ աղթահարեցի, մի հատ ես սունք ծույս տամ, մի հատ ես, հա գալիս եմ, հլա ես ինչքան է սյուրեն, ու եղջի, սա ուտելու չի, նկարելու է։ Սիրելի հետևորդներ, մի քիչ էլ կովեր գտանք, մի մեծ մասը էլ արդեն վերև էր տարել Թաթուլը մինչև ես այն արանքներով եկա, տարբեր ճամփեքով ենք էլի գալի, ու ինչպես տեսնում եք մութն էլ համարյա թե ընկնում է, իրականում տեսեք այս դիրքով լույս է, բայց այս դիրքով հենց մթնոժորում է, որ քանի որ այնտեղ վերևից լույսը ավելի շատ է տալիս։ Այս եղածը մի քիչ դեպի գյուղին քշելու է ու հետ դառնա մեկ էլ մնացածը տնանք։ Հա տեսարանքım ճռճռոց է։ Հա, հա բալավ է։ Այս էլ այս ցուլոն է։ Հա, այս խելոք։ Խելոք, հա։ Սիրելի հետևորդներ, բզար էլ ագոհարը, ենքան ոտով ման չենք եկել, ինչքան ուզում աշխատանքի մեջ, վասքի մեջ չենք քայլում երկար ու այսքան քայլելուց էլ արդեն հոգնում ենք, բայց իհարկե բոլորիս էլ պետք է։ Լավ նորությամբ էլ կիսվեմ, հրաչս այսօր ֆուտբոլի մրցումների ա եղել ու 4-2 հաղթանակով նոյեմբերյանից տուն են գալիս, Քեֆը քök, իհարկե մերն էլ իրանց հետ, որովհետև երեխաների հաջողությունը ծնողներին է ևս են։ Ահագին կովեր գտանք, Թաթուլն այ տարավ դիերանի, հետը չդիերեմ նորից դվերեմ, ինքը ջահիլ է։ Ու համարյա թե հասնում ենք կապտավանք, խոստանում եմ, որ այս վերջ չերս կտես աղցիկի առաջ շատ խոստումներ եմ տալիս, մնում այդքան խոստումների տակից դուրս գամ։ Մի հոլովակ կնվիրենք հենց կապտավանքին, կգանք կներկայացնենք հենց կապտավանքը ու վերջի լավ նորությունները ևս վերանորոգվում է կապտավանքը բարեգործների, բարերարների շնորհիվ, ովքեր մեր հող ու ջրի մարդիկ են ու ավելի ենք հպարտանում դրանում, բայց ուզում եմ, որ այդ մասին հաջորդ դասին հատուկ այդ թեմայով պիտի հոլովակ լինի նվիրված միայն այդ թեմային։ 2 րոպե շունչ քաշեմ, զարատկես 2%-ա, զապաս ակումուլյատորն էլ Թաթուլի գրպանում։ Բերի դնենք, փոխենք ակումուլյատորը ու շարունակենք մեր այսօրվա մանևրը։ Գնացինք։ Հա դերմենի, սա մի հատ քիթը։ Իսել քիթը, խեճեճա։ Հա, հեշտ կոտրվող ենք, մանրա բաց։ Ոյ, լի ոդի ստակին էլ կար, բայց զգացի։ Ինչ լավ։ Կոտրեց, գիտենք, մատներս կսվան, են ինչքան ուզինք սվանա մատներնիս, թոյ, կտա, հորթոյ, շնորհակալ եմ, ժողով էլ գիտանք, հա դե լավ են արել, բա հրստի էլ կա, բայց ախր սրանք կսվծնեն է մատներս, բա հայի չի բրախեմ, հա, շթոյ լավանց, երկու մատով կոտրում,
Ժողովուրդ այնքան խեճեճն էլ ասում ենք այն փափուկներին, որ դժվար չի կոտրվում։ Մի րոպե ցույց տամ։ Կներեք։ Ոայ կամերաս։ Էս էլ հանգույզը։ Մենք ասում ենք ճղոպուր։ Ընդհանրապես ասում են պոպոկ, ընկույզ։ Մարդել կա միայն թաց ընկույզն է սիրում, հիմի իրա ուտելու սեզոնը համար ենք բացված։ Ահա պրես։ Բացակար եք ռուլի վեր։ Հա, հավաքած չի։ Հա, ոնց որ թե։ Բախի չեն հավաքել։ Հետաքրքիր մոմենտ է, լանայ տես իշխան կա։ Գատես, ասա, երի թափ են տվել չեն ասցրել հավաքել։ Մաքրելուն էլ ասում ենք պճղել։ Վայ դե դուս եմիջցը, լավ չի կոտրել։ Ժողովուրդ թաց ընկույզն էլ դե մի հատ այդ կոշտ կլեպը հեռացնում ենք ու սկսում մեկ էլ էս միջուկը կլպել, որովհետև էս երեսի կլեպը դառնա, բայց շատերն ասում են, որ առողջ արարա, այդպես էլ կերեք։ Համեմատելու չի вообще չոր ընկույզի հետ։ Բացարձակ։ Մնացածն էլ ջիբսած է ու մեր ճանապարհը շարունակենք բոլա։ Ջիբս սվանալի բայց։ Մեծ էլ ջիբերը, հա։ Այն մի գրպանում ես հեռախոսը սա է, չեմ ուզում հեռախոսի մոտ գիցեմ, մոռացած, կնստեմ կամ կհենվեմ կամ վեր կնգինեմ ու կպշրեմ հեռախոսս, կծեցի մի հատ ու կծեցի, ընդհեմ թե ես կարալ դեմքին եմ, գրուզս էլ ծնդրծնում եմ, ահա մի հատ կոտրել արեսին, դես կոտրած ու ջիբս չեմ գիցին, օհո, կիսա կոտրել ա, Վայքու, ստացվեց, օպա, Թաց ջան, ես գոլինը կոտրվում է, բայց միջուկը լավ չի դուսկյալին, դուր չի հվայքած, Поехали. Յացինք։ Բզարեցի։ Սիրելի հետևորդներ, ես էլ խոստացածս կապտավանքը։ Թաց դեռ շարունակվում է, չէ, բայց գործը։ Վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են, ինչպես արդեն ասեցի։ Մնացած մանրամասները ու ավելի հետաքրքիր այսպես լավ տեղին հոլովակ կտեսնեք հաջորդիվ մի լավ եղանակի էլի, երբ ավարտեն կգանք ու ամբողջությամբ կնկարենք ձեզ ցույց կտանք, կմանրամասնենք բոլոր մանրամասնությամբ։ Շատ լավ գործ են արել, այն է թե Կապտավանք եկող ճանապարհներից եւ ոչ մեկը լավը չի, երկու ճամփա ունենք Կապտավանք եկող, հա։ Շատ կան, ինչ-ինչ սպանտալ։ Հա, չեմ երկողոլից է երկուսը կան։ Ընտակինը բաբաթա չէ սրա վրա։ Բայց երկուսն էլ կարելի է ասել անանցանելի են վատ եղանակներին։ Բայց եթե սա վանքը այսպես վերանորոգվեց ու ճանապարհներն էլ սարքեն, մի րոպե ասեմ։ Վանքը հիմնահատակ սարքեն, վերանորոգեն ու ճանապարհներն էլ գոնե թեթևակի դզվի, պատկերացրեք մեր մոտ տուրիզմը ինչ զարգացում կունենա։ Այստեղ այդպիսի գործեր չենք անում ու ասում ենք տուրիզմը այստեղ զարգացած չի, բայց ի ուրախություն մեզ ասեմ, որ Սարի ճանապարհը սարքելուց հետո բավականին Շեմշադինը ակտիվացել է բոլոր առումներով եւ հեշտ Երևան մայրաքաղաք հասնելու առումով եւ ուղակի դրսից մեր կողմը գալու առումով, չէ, դա պետք չի։
Եվ վերջերս, հա? Չէ, բոլա, ուզում եմ իր հատուկ օլովակ ունենա, պետք չի։ Անդրանիկ Օզանյանի արձանը գտնվում է Նավուր գյուղից համարյա դուրս գալուց դեպի Սարի ճանապարհը ու Հայաստանում միակն է իր այդ չափսերով, բարձրությամբ, առաջինն է ու միակն է ու քանի անգամ այդտեղ տուրիստական մեքենաներ ենք տեսել, այսինչ անվանումը ու տուր շատ հաճելի է, որ նման աշխատանքներ է կատարվում դեպի Շամշադին արդեն դռները կարելի ասել բաց են։ Ես էլ դրանում մի մեծ ուրախներից մեկն եմ։ Բելի, յետով մնքել ենք տուր պիրեմ դեսերքը։ Դիերում ենք թատ։ Տհ եմ կյալի, հա բասա որ տհդ եմ կյալ։ Սիրելի հետևորդներ, վայ մամա ջան, գոհարն արդեն game over է ու մնացել եմ մենակ, վայ մեռանք, այնպես չի որ շատ երկար ճանապարհ է, բայց էլի եմ ասում, այնքան ոտքով ման չենք եկել, որ էլ չենք կարողանում ուղղակի, չնայած սա էլ այնպես չի ուղիղ ճանապարհ է, մեկ սպուսք ենք իջնում, մենք մեկ դիք ենք բարձրանամ, վայ անասունների մեծ մասը գտանք, դեպի գյուղ ենք տանում, Թաթուլն էստեղ ճամփից թեքվեց, ասաց ես մի կողմին էլ են շատ լինում, են պակասները տնամը տեղա թե չէ, դու ես ճամփեն նիքնա, ես էլ ընգել եմ ես ուղիղ ճամփեն ու գնում, իրականում տեսախցիկում ավելի լույս է, քան թե էստեղ իրականում, բայց ես էլ այս էսպես բզարած, վետներս պռնված, ձեռնապ հայտը ձեռիս, առաջ եմ գնում, անասուններն էլ դեմս են, թեքեմ էլ չի երևա, որովհետև ինձ էլ լույս է տալիս տեսախցիկի էկրանը։ Հայ, անջատ եմ մի քիչ էլ գնամ ու վերջնական ձեզ հաջող կանեմ։ Այ այսքան մոտ է, ուլտրամոտ է։ Գնացինք։ Ճանապարհ, այ այնտեղով գնում ենք դուրս գանք, այ այնտեղով, վայ է, բիզարեցի, սիրելի հետևորդներ, մենք զորով եկանք տուն հասանք, ես էլի մենք էլ ասում եմ, ես զորով եկա, բայց Թաթուլի հիմար այդ ամենօրյա ճանապարհը, կենդանիների կեսն է, կովերի կեսն է, ստեղ են, մեկն էլ եկել էր կիսաճամփադեմներից սնգել միջափար, իսկ մեծերը գոմում, ով կթում է, ով մի գործանում, մի խոսքով խառը, ով ինչ հասցնում է, գնանք տնանք, որ փուլում են ու արդեն այսօրվա բաժինը ձեզ հաջողանանք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ես ինչ եք սակուզակի մասիշի։ Հա, ես լավեր դիեմ սլվետներ սպուկ։ Թաթուլ հետ ես լե։ Հալի կպտավանք եք էսը։ Դեսանք, բայց կպտավանքի վիդեո չէ, կպտավանքը հատուկ մի առանձին կունենա։ Կպտավանքը հատուկ վանքա, նա պիտի հատուկ թողա։ Հա, մանավանդ այդքան նորություններից ետս ծերի հետի չեր էլի։ Պրծնում եք։ Дальше. Человек. Ali yakını Rahman Çalışı'nın altına. Ye. Ali. Mahrebi. Ye. Ey. Hena, kumol kamı. Sen devletten mi yapmanın? Ha. Ya bizde. Ye. Evet. Olur mu? Esmi parke balon asma srankel go boltu seka. Srank taki volovne ne kelmen zakru talovne kratse. Marafet.
Սիրելի հետևորդներ, այսքանով այսօրը ավարտում ենք, այս հոլովակը ավարտում ենք, բերեցինք, տեղ հասցրեցինք, ճիշտ ապակաս պրատել կան թուշերսել հլա, լավ ամութ այդքան չի երևում, թե ինչքան կարմիրա, բայց լավ հոգնեցինք, բայց լավ ման եկանք, հուսով եմ ձեզ համար լավ հոլովակ նկարեցինք, ձեզ դուր եկավ ու կշարունակենք հենց այսպես ներկայացնելով ձեզ թե առօրյայից, թե գյուղականից եւ թե մեր հայրենիքից մի այսքան պատառիկ։ Սիրելի ինձ դիտողներ, ովքեր նոր են միացել ալիքիս եւ դեռ բաժանորդագրված չեն, սեղմեք պատպիսացա կոճակը, բաժանորդագրվեք, լայքեք հոլովակներս եւ գրեք մեկնաբանություններ։ Սիրում եմ բոլորիդ առաջիկայում էլ ավելի հետաքրքիր ու համով հոտով հոլովակներ են լինելու։ Մնացեք բարով։